Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի շուրջ օղակը սեղմվում է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում լայնածավալ քննություն է սկսվել։ Քննչական կոմիտեն հրավիրում տարբեր անձանց։ Եվ ահա մեծ հասած տեղեկությունների համաձայն քրեական բարույթով հարցաքննության են հրավիրել Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ փորձել հարցաքննել։ Սակայն մեծ հասած տեղեկությունների համաձայն Գառնիկ Դանիելյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Ավելին մեծ հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը WhatsApp հեռախոսային խոսակցության մասին է հարցնում նրանց։ Նրանք էլ հրաժարվում են խոսել։ Ինչ հեռախոսային խոսակցության մասին է, այս պահին Ամրու լրատվականը այն չի հրապարակում, կհետևենք նախաքննության ընթացքին։ Նշենք, որ Գառնիկ Դանիելյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների դեմ հարուցված քրեական գործով։ Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործից կա անջատված մաս եւ այդ քրեական բարույթը քննչական կոմիտեում շարունակվում է։ Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՅԴԳՄ ներկայացուցիչ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը եւս հրավիրվել էր քննչական կոմիտե հարցաքննության եւ նշել էր Սրբազան պայքարի գործի շրջանակում, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալ, բացատրություն տալ, հայտարարել եմ դա քաղաքական գործ է, իրավական որևէ process տեղի չի ունենում, դա ընդհանրապես քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են եւ ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Այս իրավիճակում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե պատգամավորին կանչել են հարցաքննության որևէ քրեական բարույթով եւ այն էլ կասկածանքի շուրջ, հարցաքննության ընթացքում իր դեմ հարցեր են ուղղել, իսկ վերջինս էլ օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալ, ապա դա ենթադրում է, որ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելու գործընթաց է տեղի ունենում։ Սակայն ստացվում է, որ նախաքննական մարմինը ըստ էության այս իրավիճակում սխալ մոտեցում է որդեգրել եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց չիրականացնելով նրան կասկածանքի վերաբերյալ հրավիրում է հարցաքննում, տալով փաստացի մեղադրյալի կարգավիճակ եւ օժտելով մեղադրյալի իրավունքներով ու պարտականություններով։ Ինչ է սպասվում Գառնիկ Դանիելյանի եւ Իշխան Սաղաթելյանին, կհետևենք քրեական բարույթի ընթացքին։